Մեկ ալիքին հետադարձ կապ եք պահում, ահա նամակները, որտեղ իմ կանխատեսումները կատարվել են և դրական, և երբեմն բացասական։ Նաև շնորհակալ եմ, որ կիսվում եք մեր հաղորդումներով և դրական մեկնաբանություններ եք գրում։ Սիրելի հետևորդներ, խոսելու եմ հուլիս ամսվա կարևորագույն մոլորակային դիրքավորումների մասին։ Նախորդ շաբաթ շատ կարևոր հաղորդում եմ ունեցել աշխարհաքաղաքական տենդեցների մասին։ Կարող եք դիտել և ձեզ հուզող շատ հարցերի պատասխաններ հենց այնտեղից էլ կգտնեք և Իրանի, և Իսրայելի, և ԱՄՆ-ի, ԱՄՆ նաև Իլոն Մասկ փոխհարաբերությունների, նաև մեր երկրում տեղի ունեցող ներքաղաքական անցուդարձներից մանրամասն տեղեկացնում եմ այնտեղ նաև մեր վարչապետի և կաթողիկոսի միջև տեղի ունեցող տարաձայնությունների մասին մանրամասն խոսել եմ այնտեղ։ Սիրելի հետևորդներ, հուլիս ամիսը շատ կարևոր է։ Այստեղ ամսի 7-ին արդեն իսկ հուլիսի 7-ին Ուրանը առաջին անգամ մուտք է գործում երկորյակի կենդանակերպ։ Այն մուտք էր գործել ցուլի կենդանակերպ 2018 թվականից և ահա տեղի ունեցավ հեղափոխությունը, փոխվեցին կարգեր, մեր կյանքը հիմնահատակ փոխվեց։ Հիմա նոր նշույլներ են նկատվում, որտեղ Ուրանը անցնում է երկորյակի կենդանակերպ, Պլուտոնը ջրհոսի կենդանակերպից, այստեղ կարող են տեղի ունենալ մեծ պրոցեսներ։ Այդ մեծ պրոցեսներին կարող են մասնակից լինել այսպես Պլուտոնը հեղինակություններ, դրանք կարող են նաև քրեական հեղինակություններ լինել, մեգածրագրեր, նոր փոփոխություններ և ահա այդ ամենը ուղղորդվում է Պլուտոն և Ուրան այդ երկու կարևորագույն, գերագույն մոլորակների ուղղությամբ։ Բոլորիս կյանքն էլ փոխվելու է, երկորյակները 2 տարվա պասիվությունից արդեն կարող են շունչ քաշել։ Դե ջրհոսների մոտ փոփոխությունները սկսել են, Պլուտոնը այնտեղ է, քանդում, ավիրում, նորից վերակառուցում է ջրհոսների կյանքը։ Ուզեք թե չուզեք, ցանկանաք թե չցանկանաք, սիրելի հետևորդներ, այդ ամենը տեղի ունենալու, որովհետև դրանք էներգիաներ են, դրանք ահռելի, Պլուտոնը ահռելի վիթխարի էներգիաների պաշար է, դա ատոմային ռումբն է, դա այդ բոլոր այդ արհավիրքներն են, այնինչ տեղի ունենում։ Եթե մարդիկ պատրաստ չեն, եթե պետությունները պատրաստ չեն, ապա Պլուտոնը իր գործը կարող է անել, քանդել, ավիրել և նորից սկսել։ Եվ ահա Իրան-Իսրայել այդ հակամարտության ֆոնի վրա մենք տեսնում ենք Պլուտոնի այդ հզոր էներգիան, դա միջուկային